Արդեն 11 օր է, ինչ Մարմարիկում շարունակվում են փոքրիկ Տիգրանի որոնողական աշխատանքները։ Օրագիր Նյուսն այսօր եղել է դեպքի վայրում ու զրուցել Տիգրանի հայրիկի հետ։ Նա ասել է, որ ընտանիքը դեռ հույս ունի և սպասում է հրաշքի։ Օրագիր Նյուսը գրել է. «Նրա խոսքով այս պահին որևէ նոր տեղեկություն չկա, իսկ եթե լինի, ինքն անձամբ կհաղորդի։ Խնդրում եմ սուտ լուրեր չտարածեք, դրանք ցավ են պատճառում մեր ընտանիքին։ Վարկածները, որոնք շրջանառվում են, իրականությանը չեն համապատասխանում», նշել է փոքրիկի հայրը։ Նորայրը նշել է, որ նման ցավ չէր ցանկանա նույնիսկ այն մարդկանց, ովքեր սխալ կամ սուտ տեղեկություններ են տարածում։ «Մեր հույսը միայն Աստված է», ասել է փոքրիկի հայրը, խնդրելով բոլորին աղոթել Տիգրանի վերադարձի համար։ Արդեն 10 օր է, ինչ Հայաստանի Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղի բնակիչներն ապրում են անհայտության մեջ՝ լի սարսափով, աղոթքով, կասկածներով ու սպասումով։ 2 տարեկան Տիգրանը, գյուղի սիրված ու աշխույժ փոքրիկն, անհետացել է առանց մի նշան, առանց մի բացատրության։ Արդեն ավելի քան 300 փրկարարներ գրաված է որոնողական աշխատանքներում։ Փնտրվում է ինչպես ցամաքում, այնպես էլ ջրային տարածքներում, գետի երկայնքով, որի կողքով անցնում է Տիգրանի ընտանիքի տունը։ Տեղադրվել են ցանցեր, ստուգվում են բոլոր հնարավոր վայրերը՝ սողանքներ, ջրամբարներ, անտառածածկ տարածքներ։ Սակայն ոչ մի հետք, ոչ մի փաստացի հուշում, թե ինչ է իրականում պատահել։ Գյուղի բնակիչները վստահ չեն, որ երեխան ընկել է գետը։ Թեև ի սկզբանե վարկած էր շրջանառվում, թե փոքրիկը կարող է ընկնել գետը, գյուղացիներն ու ընտանիքը չեն ընդունում այս տարբերակը, նշելով, որ երեխան միայնակ երբեք այդքան հեռու չէր գնում։ Գետն այս հատվածում շատ սառն է, իսկ եթե նման բան լիներ, գոնե մի հագուստ, մի նշան, մի շարժում պետք է հայտնաբերվեր։ Հրապարակ.am-ը գրել է. «Մարմարիկի բնակիչները Հայաստանի Հանրապետության վարչապետին, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին հասցեագրված նամակում պահանջում են Հայաստանի Հանրապետության կառավարությունից տիեզերական արբանյակից արված տվյալ տեղանքի լուսանկարները զննել՝ հասկանալու համար, թե երեխան որ ուղղությամբ է գնացել։ Բացի այդ, պահանջում են խուզարկել կյանքի խոսք կրոնական կազմակերպության Մարմարիկի մոտ գտնվող հանգստյան տունը, իսկ Եհովայի վկաների և կյանքի խոսք կազմակերպությունների հոգևոր առաջնորդներից պահանջում են կոչով դիմել իրենց հոտին, եթե երեխային առևանգողն իրենց մեջ է, անհապաղ վերադարձնել փոքրիկին իր ընտանիքին։ Հետաքրքիր է, որ կոչ են անում նաև հարցաքննել Հայաստանում օրգանների փոխպատվաստման համար դիմաց տղա երեխա ունեցող ծնողներին կամ միակ որդուն կորցրած ծնողներին, իսկ նամակի վերջում գրված էր, որ երեխային առևանգողները կանիծվեն, ընտանիքի բոլոր անդամները հերթականությամբ կմահանան և նմանատիպ այլ սպառնալիքներ։ Իհարկե, հասկանալի է գյուղի բնակիչների տրամադրություններն ու անելանելի վիճակով պայմանավորված չափազանց զգացմունքային իրավիճակը։ Հրապարակը որոշել էր Մարմարիկի վարչական ղեկավար Արթուր Քարամյանից պարզել, թե ինչ նամակ է սա, ինչու են նման պահանջներ առաջ քաշել և ինչ հույսեր ունեն։ Բացի այդ, լուրեր տարածվեցին, որ գյուղացիներից մեկը տեսել է, թե ինչպես են գնչուներ անցնում փոքրիկ Տիգրանի տան կողքով, սակայն այդ մասին որոշել է հայտնել միայն հիմա։ Չեմ կարող ասել, թե ինչ գնչուների է տեսել իրավապահ մարմիններն, այդ մասին կարող են խոսել, ես ինչ իմանամ։ Ինչի համար է ասել։ Չգիտեմ էլ, ասել է, թե ոչ, տեղեկացված չեմ, թե ինչ գնչուների մասին է խոսքը։ Ես անձամբ գնչուներ գյուղում չեմ տեսել, ասել է Մարմարիկի վարչական ղեկավարը։ Մարմարիկի բնակիչները բոլորն անհանգստացած են, իրենց համագյուղացու, իրենց բարեկամի երեխան է, բոլորն են անհանգստացած։ Հղում անելով նամակին հարցրինք հնարավոր է, որ արդյունք չստանալով գյուղացիները որոշեն իրենք զբաղվել փոքրիկ Տիգրանին գտնելու հարցերով, Քարամյանն ասաց չի կարող ասել։ Ես ընդհանրապես այդ նամակի բովանդակությանը չեմ տիրապետում, գիտեմ, որ վարչապետին են ուղղել, բայց չգիտեմ ինչ բովանդակությամբ։ Նամակը չգիտեմ էլ ով է գրել, կարծեմ ուրիշ մարդ է նամակ գրել, կազմակերպել, որը մեր գյուղից էլ չէ, տեղյակ չեմ բովանդակությունից։ Գիտեմ, որ նամակ է գրվել, ստորագրահավաք է կազմակերպվել, մնացած մանրամասներից բացարձակ տեղյակ չեմ։ Որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են։ Աշխատանքներին մասնակցող փրկարարների թիվը 300 հոգուց ավել է։ Ընդհանուր թե ցամաքային, թե ջրային տարածքում որոնողական աշխատանքներ են տարվում։
Ցանկացած բան դիտարկվում է ցանկացած վարկած, նշել է Քարամյանը, թեև փոքրիկի անհետանալու օրը գյուղ եկող կամավորների թիվն ավելի շատ էր, հիմա մի քիչ նվազել է, բայց շարժ կա։ Երեխայի ծնողներն ու բոլորն էլ սպասում են լավ լուրի, ով կուզի վատ լուր, ցանկացած մարդ էլ սպասում է լավ լուրի, եզրափակել է Արթուր Քարամյանը։ Հիշեցնենք, որ գնչուների վարկածը նորից օրակարգում է, համայնքում շրջանառվում է ևս մեկ վարկած գնչուների անցման մասին Տիգրանի տան մոտով, սակայն ինչպես նշել է Մարմարիկի վարչական շրջանի ղեկավար Արթուր Քարամյանն, ինքն անձամբ չի տեսել, իսկ գյուղացիների հիշատակված դեպքի մանրամասները հայտնի չեն։ Վարչական ղեկավարի արձագանքը զսպված է ու զգույշ։ Արթուր Քարամյանը նշում է, որ ինքը տեղյակ չէ կոնկրետ ինչ բովանդակությամբ է ուղարկվել վերոնշյալ նամակը, ով է կազմել, նույնիսկ նշում է, որ հնարավոր է այն գրել է մեկը, ով գյուղից չէ։ Ինչ է տեղի ունեցել իրականում, հարց, որ դեռ մնում է առանց պատասխանի։ Տիգրանի անհետացումը բացահայտում է խորքային խնդիրներ, վստահության պակաս, իրավապահների հանդեպ տեղեկատվության բացակայություն, հույզերի ծայրահեղացում, ինչպես նաև հանրային զգայունություն մանկահասակ երեխայի ճակատագրի հանդեպ։ Այս դեպքն այլևս միայն մեկ ընտանիքի ողբերգություն չէ, սա վերածվել է ազգային ցավի, ցույց տալով, թե որքան խոցելի է դեռ մեր տեղեկատվական, իրավական ու էմոցիոնալ դաշտը նմանատիպ իրավիճակներում։ Բայց մինչ այս պատասխանները չհնչեն, երկամյա Տիգրանը շարունակում է մնալ անհետացած առանց մի հետք, առանց մի բացատրության։ Ու ամբողջ Հայաստանը սպասում է միայն մեկ բանի, որ Տիգրանը վերադառնա տուն։